Մեկ տարվա ընդմիջումից հետո առաջին օրհնությունն է տալիս Բագրատ Սրբազանը հավատացյալներին։ Ուրախության արդյունքները չի թաքցնում այս աղջիկը, ինքն էլ բոլորի նման ուրախ է, որ վերջապես կալանավայրում չի մնա Բագրատ Սրբազանը։ Փառք Աստծուն։ Առաջին ատյանի դատական նիստի ընթացքում է հայտնի դարձել վերաքննիչ դատարանի որոշման մասին, որով տնային կալանքի պետք է տեղափոխվի Բագրատ Սրբազանը։ Պաշտպանները լուր հայտնեցին, որ վերաքննիչ դատարանը դատավոր Վազգեն Ռշտունի անունազգանով անձը որոշել է իմ կալանքը փոխել տնային կալանքի։ Լուն ստանալու պահին բորբոքվում է Սրբազանը, թե ինչու ամիսներ առաջ չի կայացվել այդ որոշումը։ Ինձ համար անընդունելի վիրավորական է տնային կալանք կոչված երևույթը։ Նա երեսպաշտության համար է մեղադրում վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն։ Առաջին ատյանի նիստը նախագահ Ֆարխոյանը հորդորում է չվիրավորել։ Մեր երկրում ճշմարտությունը եւ արդարությունը պետք է տեղ լինեն։ Ճշմարտության հաղթանակի համար վճռորոշ օր է հունիսի 7-ը, ասում է Բագրատ Սրբազանը։ Հունիս 7-ին Սուրբ Էջմիածնի տոնն է։ Մեր հոգևոր ազատագրության տոնն է, ճշմարտության եւ արդարության տոնն է։ Հունիս 7-ին գնացեք Սուրբ Էջմիածնին, աղոթարեք, շնորհավորեք իրար, գնացեք ընտրության եւ ընտրեք հայրենատեր բոլոր ուժերին, ասելով, որ միասին մենք կարող ենք հաղթել եւ Հայաստան դաշինքի անդամ падգամավորի տեխնատու այս գործով անցնողի Գսարքսյանն էլ է ելույթի իրավունք խնդրում։ Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայի թշնամուն պատժողներ։ Կարգ ու կանոն հաստատողներ են, հայության իրավունքները պաշտպանողներ։ Մենք աշտոմի զավակներ ենք Արդարության մեծ կարիք ունի Հայաստանը, ազատության օդը շնչելուց հետո հայտարարում է Բագրատ Սրբազանը։ Անկալումները առավել են խորացել եւ հաստատվել, որ մեր երկիրը կարիք ունի արդարության եւ ճշմարտության։ Եվ այն չարիքը, որ իր քաղցկեղային բջիջներով տարածված է մեր բոլոր կյանքի բոլոր շերտերի մեջ, պետք է մաքրվի ուղղակի։ Արդարության մարտիկներ են իր փաստաբանները, համոզված է Բագրատ Սրբազանը, նա առիթը բաց չի թողնում գովել Սերգեյ Հարությունյանին, Հովհաննես Խուդոյանին, Տաթև Սողոյանին։ Նվիրյալ մարտիկ են, արդարության մարտիկներ են, Հովհաննես Խուդոյան, Տաթև Սողոյան, Սերգեյ Հարությունյան, ինչպես նաև մեր մյուս բոլոր պաշտպաններին։ Սրբազանը նաև Երևան կենտրոն քրեակատարողականի ծառայողներին է շնորհակալություն հայտնում։ Առիթը օգտագործել ուզում եմ գնահատանքս հայտնել բոլոր ծառայողներին քրեակատարողական հիմնարկին։ Երբ կկարողանա սիրելի տավուշ կամ մայրաթոր գնալ, չգիտի Սրբազանը, տանը պետք է մնաս դատարանի որոշման, մնացածին հորդորում է տանը չմնալ հունիսի 7-ին, գնալ ու քվեարկել հանուն հայրենիքի։ Ամսի 7-ին հեռացրեք այս չարիքը մեր երկրից եւ այո, միասին կարող ենք ամեն ինչ անել։ Ալբերտ Սերոբյան, Արաքել Օհանյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։